թրիպը դեռևս չձևավորված վերջնական տեսք չստացած պրոյեկտ է։ Այո, ունի, բայց այն տեսքով չունի ինչ որ իշխանական քարոզչիչներ եւ կոմունիստներն ասեն, որ ահա վերջ թրիպը եղավ եւ հայ ժողովուրդը հասավ իր խաղաղության հանգրվանին։ Դա այդպես չէ, ել չասած, որ թրիպը կազմված է Տրամպի անձի հետ։ Տրամպի հետ է կապված այս process-ը, Տրամպին մնացել է 2 տարի։ Եվ եթե Տրամպը չեղավ եւ հաջորդը եղավ դեմոկրատը, հիմա մենք տեսնում ենք Տրամպը ինչպես է գրչի մի հատվածով ողջ Բայդենի իրավական ժառանգությունը մաքրում։ Ողջ իրավական ժառանգությունը։ Բավար հաջորդը եկավ ինչ-որ մի դեմոկրատ, ասաց Տրամպը վատն էր, Տրամպը ագրեսոր էր, Տրամպը պատերազմ էր քարոզում ողջ աշխարհում եւ եւս խաղաղության խորհուրդը ծրի կամ այն փաստացի չգործի եւ թրիպն էլ կասեն Տրամպից եք պայմանավորվեք գնացեք Տրամպից էլ ուզեք շատ վտանգավոր է անձի հետ պայմանավորվածությունը ինքը գայթակղի չէ որ դու անձի հետ անձամբ ես պայմանավորվում բայց այդ անձը որ չեղավ քո խնդիրը դառնում է միանգամից շատ բարդ դու պետք է կառույցի հետ պայմանավորվես 2 տարի հետո բավար Տրամպը չեղավ ու չի լինի Տրամպը չէ Միացյալ Նահանգները կլինի Տրամպը չի լինի Միացյալ Նահանգներում եթե եղավ դեմոկրատ առաջնորդ մենք տեսնում ենք իրենց հարաբերությունները դեմոկրատների հետ դեմոկրատները լավ են բայց քո թրիպի հետ դեմոկրատները վստահ եմ չեն ուզենա որևէ կապ ունենալ այսքան մի process իրենք շարունակեն որը իրենց երթվյալ քաղաքական հակառակորդի անվան ու գործունեության հետ է կապ